որ իմ կարծիքը շատ քիչ կտարբերվի նախկինում հնչած կարծիքներից, որ մենք չենք քննարկում իրականության լինել չլինելը, այսինքն այդպես բան կա թե չկա, քննարկում ենք իսկ արժի դրա մասին բարձրաձայնել, թե չարժի բարձրաձայնել, երբ որ խոսքը գնում է հարգանքի, երբ որ խոսքը գնում է հավատքի մասին, երբ որ խոսքը գնում է հոգու մասին, ես կարծում եմ մենք պետք է քննարկենք դες բան եղել է, թե չի եղել, դες բան կա, թե չկա, ոչ թե քննարկենք դա ասել պետք էր կամ ասելու ձևը ճիշտ էր, թե ճիշտ չէր, ամեն մարդ, օրինակ ես էլ եմ շատ բավականին այդպես կտրուկ հայտարարություններ անում, ես իմ ձևն ունեմ, ուրիշ մարդ իր ձևը ունի, դա արդեն իմ կարծիքով ես չեմ կարծում, որ բանի մեջ հայոյանք ա եղել, այդ հայոյանք բառը, օրինակ հայոյանք եղել է ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից հայոյանքը կոնկրետ բնորոշում ունի, հայոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է։ Հիմա դուք կկրկնեք այդ բառը, եթե հայոյանք չի Փաշինյանի։ Դոմփել բառը։ Ինչու՞ չեմ կրկնի։ Դա հայոյանք չի, կամ հայոյախառն արտահայտություն չի եւ չի է։ Ես կրկնում եմ, հայոյանք բառը ունի իր բացատրությունը։ Մեկ-մեկ ասեմ, շատ մարդիկ իմ ընկերներից ասում են, որ իմ խոսքը, որի մեջ որևիցե բան չկա, բառ չկա, որը կարող է որպես հայոյանք ընկալվել ինչ-որ կողմից, շատ ավելի ցավոտ եւ վիրավորական կարող է հնչել, քան դե ասում եմ, ամեն մարդ իր ձևը ունի արտահայտվելու, եւ իր ճիշտ ձևով գտնում է որ պահին թե ինչ ասի, ես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք իսկ բովանդակությունը ինչի չենք քննարկում, որովհետև մենք սիրում ենք, այսինքն մենք սիրում ենք ձևը քննարկել, այսինքն լավ ձևը քննարկեցինք, անցանք գնացինք, ձևը քննարկեցինք, ինչ որ մեկին դուր եկավ, ինչ որ մեկը չեմ հիշում ում ռեպորտաժներ փողոցում հարցում արեցին, ասես դե չէ, ես չեմ տեսել, ես իմ կարծիքը ասեցի, լավ անցանք դրա մեջ, դա ճաշակի խնդիր է, հա, բովանդակության հետ կապված դուք որպես լրատվամիջոցներ, ներողություն, դուք որպես լրատվամիջոցներ, արդեն որերորդ օրն է Հայաստանի Հանրապետության ղեկավարը հարցում է անում հրապարակային եւ ուզում եմ հասկանալ որևիցե մի լրատվամիջոց արդյոք փորձել է հասցեատիրոջից հետաքրքրվել իրենք այդ հարցի պատասխանը ունեն, թե այդ հարցի պատասխանը լռելու են եւ ձևանում ոչ ինչ Սահմանադրությամբ նախ եւ առաջ Հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, դա մեկ։ Դե արդեն դարավ իրավական ինչ-որ բան։ Հետո Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն շատ առավելություններ է տալիս եւ վերջո կարծում եմ վարչապետը դրա մասին խոսել եւ բացատրել է։ Ինքը ասում է ես որպես հավատացյալ մարդ, որպես մարդ ում համար հայ առաքելական եկեղեցին սրբություն է, որպես մարդ ում համար հայոց կաթողիկոսը մեծագույն արժեք է, ես պետք է որպես հավատացյալ դրա մասին իմանամ։ Ինչի օրինակ բոլորը որ իրենց իրավունք կարող են վերապահել, օրինակ հետաքրքրվել ով վարչապետի ենթադրենք խոսում են վարչապետը ամուսնացած չի եւ այլ այսօրվա իրողությունն է դա դե լրագրողների մասին մենք չենք խոսում ես խոսում եմ դուք ում եք ամուսնացած չենք խոսում անձնական կյանքից չէ նկատում եմ որ խոսում եք լրատվամիջոցներում բացատրեմ չէ լրատվամիջոցներին պրետենզիա չկա Էջմիածնի այսպես գործմանը մասնակցում է 7 տարի առաջ որովհետև տեղի ունենում են ինչի մասին ես բազմիցս ասել եմ անցնում են հակառակ կողմը անցնում է գծեր եւ երբ որ դու օրինակ ազգային ժողովի նիստերում դահլիճում խոսում ես կոռուպցիայից եւ փորձում ես իշխանությանը մեղադրել կոռուպցիայի մասին իշխանական падգամավորը խոսում է ասում է բայց չէ որ դուք այսքան միլիոնի փող եք թալանել եւ պատասխան է տալիս երբ որ դու մտնում ես ինչ որ մեկի անձնական կյանքի մեջ մարդիկ նույն ձևի այսինքն այդ հետևել թե տեսեք էլի մենք փոխանակ նյութով զբաղվենք հետևում ենք արժի տենց ասել թե չարժի ասել իհարկե ամեն մեկը իր համար իր գիծը գծում է հիմա ես ասում եմ որ բովանդակությունը Ինչ գիծը եկեղեցին հատել, որ ասում եք գծեր են հատվել։ 21-ի Լսեք, ամենահետաքրքիրը գիտեք որն է, ես չեմ խոսում նրա մասին, որ եկեղեցին որոշել է, ոչ թե որոշել է, այլ արդեն բացահայտ է հայտարարել, որ ինքը կուսակցության դեր է իր վրա ստանձնել, չեմ խոսում Վագրատ Սրբազանի մասին, չեմ գնացեք դրանից նույնիսկ դրանից հետո
Աճապարյան, հա, ճիշտ եմ ասում, Աճապարյանի մեկնաբանությունները նայեք, ասածները նայեք, վարչապետի հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները եւ անձնական որակումները նայեք, ընտանիքի վերաբերյալ անձնական բաները նայեք, այդ ինչ եք այն մի մասը տեսնում, այն մի մասը չեք տեսնում։ Չեմ հասկանում։ Սիմոնյան, վարչապետը մի գրառում էր արել։ Հակասում եք, որովհետև նախ ասում եք, որ որպես քրիստոնյա մտահոգված եկեղեցու արժեքներով մենք այդ հարցը բարձրաձայնում ենք, արդյոք խախտել ենք կուսակրոնության ուխտետևել, եւ հետո հաջորդ նախադասությունը կամ մի քանի նախադասություն այն կողմ ձեր խոսքն այն մասին է, որ իրենք կարմիր գծեր էին հատել քաղաքականությամբ, այս ժառանգել հակասություն չկա, չէ, հակասություն չկա, չէ, հակասություն չկա, անգեր։ Հետևյալն է, որ մարդիկ, ովքեր որ իրենց վրա վերցնում են ուրիշին դատելու, հոգևոր կյանքը առաջնորդելու, բարոյականության մասին խոսելու եւ այդ բարոյականության, հոգևորության, ինչպես նաեւ հարգանքի վրա կառույցը առաջնորդելու, իրանք պետք է հասկանան, որ այն հայտնի արտահայտություն կա, չէ, ասուդիկտո, իսկ դատավորները ովքեր են, այսինքն այն մարդիկ, որոնք որ եկեղեցու բակում, օրինակ Սուրբ Աննայի բակում քաղաքական միտինգներ են անում եւ հայրանքներ եւ վիրավորանքներ են հնչեցնում Հայաստանի Հանրապետության գործող եւ ընտրված իշխանությանը։ Հա, այդ մարդիկ պետք է հասկանանք այդ մարդիկ ովքեր են։ Այդ մարդիկ ինչ են տենց իրանց իրավունք վերապահում։ Վերջի վերջո նորից եմ ասում, եկեք հայտարարենք, թող հայտարարեն, որ այլևս կուսակրոնություն է տալու, որ իրենք այսինքն ես ներողություն եմ խնդրում, այսինքն ես եկեղեցու հետ կապված, որպես քրիստոնյա մարդ, որը որ հավատք ունի, որևիցե ձևով չեմ կարող որևիցե բան ասել եւ հասկանալ, թե ես այդ ինչի եմ գնում, ինչ եմ այդ մարդկանց, օրինակ չգիտեմ, մարդիկան ձեռքն են համբյուրում։ Հիմա ուզում հասկանամ այդ ձեռքը այդ դրանից առաջ որտեղ էր։ Արժի այդ ձեռքը համբյուրել, թե չարժի այդ ձեռքը համբյուրել։ Ուրեմն հասկանամ, կարելի է իմանալ, թե չի կարելի է իմանալ դա։ Չէ, եկեք հասկանամ։ Լավ, այն մարդը, որ պատվիրաններից է խոսում, որ ինձ է քննադատում, ուրիշ մեկին է քննադատում, որ խոսում է երկրի բարոյական եւ քաղաքական ապագայի մասին։ Բայց չիմանանք այդ մարդիկ այդ լավ ոնց հալնում, որ ուրիշներին կարելի է, մյուսներին չի կարելի։ Ես ճիշտ եմ հասկանում, եթե նրանք վարչապետի հրաժարականը չպահանջեն, իշխանությանը չքննադատեին, դուք այս հարցը այդ երբ էին պահանջել։ 2020, չէ, 21-ին չէ, ավելի շուտ, պատերազմից հետո։ Հիմա որ թիվն է։ Բա հիմա ինչ եղավ, պարոն Սիմոնյան։ Հիմա ինչ եղավ, պարոն Սիմոնյան։ Ասացի արդեն, շուրջ ջան, քանի անգամ դուք ասում եք Բագրատ Սրբազանի ակցիաներն եք, որն էլ անցած տարի էր եղել, այսինքն իսկ այն ամենասկզբից ասածս չլսեցի։ Ասացիք Աջապահյանի հայտարարությունը։ Չէ, ասացի, որ մարդիկ մտնում են մի դաշտ եւ փորձում են այնտեղ լինել եկեղեցականներ որոշ, նախ եկեղեցին ունի բազմաթիվ պարկեշտ եւ հարգանքի արժանի մարդիկ հենց ներսում։ Ես այդ մարդկանց անունները, եթե պետք է լինի, նույնիսկ կբարձրաձայնեմ, թող պատասխանեմ, հարցս տվել, մի ընդհատի, թող պատասխանեմ։ Երկրորդը, տարանջատեք եկեղեցին եւ հայ առաքելական սուրբ եկեղեցում ծվարած որոշ բիզնեսմեններին եւ որոշ եկեղեցական կանոնները խախտած մարդկանց։ Դրանք տարբեր բաներ են։ Այսօր շատ դրատվականներ գրում են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Հայ առաքելական եկեղեցու դեմ ով փորձի ոտնձգություն անի, ես եւ իմ բոլոր ընկերները առաջինն են կանգնած այդ որպես պաշտպան։ Անհատներին նույնացնում են եկեղեցու հետ, որը իդեպ մեղ կա, անհատը ու եկեղեցին են տարբեր բաներ են։ Ինչ որ մարդիկ ասում են ես ես ինչ մարդուն չեմ թողնելու եկեղեցի, դու ով ես որ հայ առաքելական եկեղեցու հետևորդին չթողես, մտնի ինքը եկեղեցի։ Դու ծառայես։ Իրանք սուս մնա, չկգնամ հենց հիմա, եթե մյուս անգամ ընդհատեցիր։ Այդ մարդիկ ծառաներ են։ Իրանք պետքա ծառայեն այն մարդկանց, ովքեր որ հավատացել, իրանք ծառայեն, ծառայից բացի իրանք ոչ մեկ են անկախ նրանից, թե հաշիվներին ինչքան փող ունեն, Երևանի կենտրոնում Էջմիածնում ինչքան գույք ունեն, իշխանության մասին շատ բան են ասում, այսօր իշխանության դեմ մի այլ կարգի պատերազմ է գնում, այդ պատերազմը հիբրիդային ավելի է շատանալու, հիմա չես ընդհատում, այլևս քո հարցերին չեմ պատասխանելու, այո, ասում են, եւ ես
եւ վարչապետը եւ մյուսները, երբ որ ասում են, որ մենք ինչ-որտեղ վիլլա ունենք, շենքեր ենք կառուցում, գնում ենք այդ ամեն ինչի հետևից եւ ի ցույց ենք դնում, որ դա հերթական սուտն է եւ կոչ եմ անում շարունակել յուրաքանչյուր այն մարդը, որ տենց բան է ասելու, ես վստահեցնում եմ, գալու ենք այդ մարդկանց հետևից, ձեր հետ լրագրողների հետ։ Պարոն Սիմոնյան, հիմա հանեց Ադրբեջանի հոգևոր առումանի Լավ, բայց երկուսով ես չեմ կարող։ Մտածելի է պետք է պարզաբանի, ամեն օր այդ հարցադրումը պետք է հնչի եւ չկա պարզաբանում։ Ինչ է հետևելու, ինչ է հետևելու, ինչ է կանելու հետո։ Հետ է ասում, մի հատ հասկանանք այդ մարդիկ, բացի ինչ է կանելու։ Դա կպատասխանեն ինձ թվում է, եթե իրանք չպատասխանեն, կարծում եմ մենք կպատասխանենք։ Չգիտեմ։ Ինչ դրսև, այսինքն կաթողիկոսին կստիպեք ճնշումներով հանրային հրաժարական տալ, դուրս գալ, որովհետև ասում են, որ ձեր հեռահար նպատակը հենց օրենսդրական փոփոխություն անել կաթողիկոսին։ Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտը այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը։ Դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ ասել է, եւ ես երկրորդում եմ իր ասածը, կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ պարագայում կարծում եմ որևիցե խոսակցություն շարունակելու կարիք չի լինի, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպես բան կա, թե չկա եւ չկա։ Եթե նման բան կա, պետք է ոնց, հիմա ես օրենք խախտեմ ու մնամ, ես հիմա որ ենթադրենք մեծ կոռուպցիոն ինչ-որ բան լինի, ասեմ, չգիտեմ, ասել եմ մի անգամ, ընդդիմության բացակայող ընդդիմադիրների աթոռները վաճառեմ, փողը դնեմ ջեբս, ասեք դե հիմա ինքը պետք է հեռանա, բա ինչ պետք է անեմ, ինքը բա ինչ պետք է անի, ուզում հասկանամ։ Այսինքն եթե բացվի պետք է հեռանա, պարոն։ Դուք կա գնա ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի, դեռ ինչի պատմության մեջ թագավորներ են հեռացել։ Անգլիայի թագավորներից մեկը դրա պատճառով հեռացել է, էլի մարդիկ են հեռացել հայտնի մարդիկ, ինչ պետք է արել։ Ամենի խնդրում եմ պարոն Սիմոնյան։ Մի հարց։ Ասա Կարինե։ Կասին որ ես կհասեմ։ Այս արշավը ուղիղ կապ ունի, այսպես շատ զուգահեռ սկսվեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, երբ մեղադրեց հայ առաքելական եկեղեցուն, Էջմիածինը գրեթե համարեց այսպես իրենց հոգևոր կենտրոն, եւ այս ֆոնից սկսվեց լուրջ նորից, կարելի ասել երկրորդ փուլը հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Սրանք ուղիղ կապ ունեն, կապ ունի նաև Շվեյցարիայում կաթողիկոսի մասնակցությամբ Արցախահայերի Ես չգիտեմ, երեխան ինչի հետ կապ ունի, մեկ, երկրորդը մենք չենք հետևում, որովհետեւ մեկի երեխան ունի զավակ, թե չունի զավակ կաթողիկոսը, եւ մենք չենք հետևում նման բաներին, եւ ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանական շրջանակները փորձում են ամեն ինչի բան գտնել, բացատրություն գտնել, այդ Facebook-ում տարբեր բաներ գրել եւ փորձում են այսօր վարչապետը շատ ճիշտ նկատեց, որ փորձում են, երբ որ արդեն ապացուցված գրեթե փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, իրանք փորձում են մնացածին էլ կաշառակեր սարքեն, որ որևիցե ձևով չտարբերվեն եւ փորձում են այդպես բան ստեղծել։ Նման բան չկա, չի կարող լինել եւ դա Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված մարդկանց զառանցանքն է, որին ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ, էլի։ Ասում են Ալբանիայում Ալիևի հետախուզության ժամանակ է պայմանավորվածություն եղել, նաև Արցախի հետ կապված։ Այդ ասողները սեղանի տակ են եղել։ Այդ տեղեկությունները տարածողը սեղանի տակ են եղել, ուրեմն գնացեք իրենց հարցը։ Որևէ պահանջ ասում եմ, որ այդ մարդիկ, ովքեր որ փորձում են նման բան ասել, սեղանի տակ են եղել, եւ միայն այդ դեպքում կարող են նման բան ասել։ Ղարաբաղի Հայաստանում որևիցե Ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, որ կարելի է անվանել ինչ որ կառույց, դրանք ՀԿ-ների մակարդակից ավել չեն կարող լինել, հակառակ պարագայում ես վստահ եմ ու պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմինները իրենց արձագանքը տան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա պետություն է եւ պետության մեջ այլ որևիցե կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևիցե մեկի կողմից եւ չի կարող լինել։ Արդյոք իշխանությունների ոչ մենք կրված ենք իրենց։ Բայց արդյոք տեղավորվում է։ Այ լուրջ ընդունեցիր, գնացիր, կտաս, սպասի։ Լսում եմ, չեմ գնում, ստեղ եմ լսում եմ։ Սպասում ավարտեց։ Արդյոք իշխանությունները սարսափած են վերջին հարցումների տվյալից, որտեղ եկեղեցին համեմատում բարձր վարկանիշ ունի շուրջ 71%, իսկ իշխանությունը հակառակ թվերը 17% եւ դրա հետ կապված արդեն այս դիվերսիան սկսել է։ Այսինքն ընդունում ենք, որ եկեղեցին քաղաքական կառույց է եւ քաղաքական իշխանությունը պետք է այլ քաղաքական կառույցից սարսափի մեջ լինի։
Ժողովուրդ, եկեղեցին ինձ որ հարցնեն, ինձ էլ որ այդ հարցումին հարցնեն, ես մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահում եմ մեր եկեղեցուն եւ չեմ վստահում օրինակ այլ եկեղեցու բանին։ Հարցումը լավ, ուզում հասկանամ գրագետ մարդկանց քանակը տենց կտրուկ իջել է Հայաստանի Հանրապետությունում, որ ինչ որ մարդիկ փորձում են տենց համեմատականներ անել։ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չի։ Այդ ձեր ասածը հենց լեզվա մտածելակերպ է, այսինքն դուք համարում եք, որ ինքը կարող քաղաքական Չէ, ուղղակի դուք հանրային այդ բանը կարող չեք հաշտ չեք որ չի կարա, որտեղ այդ եկեղեցու հետևորդը ես եմ եւ քաղաքացիական պայմանագրի ընտրողը եւ չգիտեմ մնացած կուսակցությունների ընտրողները նույնպես հայ առաքելական եկեղեցին համարում են ամենակարևոր կառույցը, բայց նորից եմ ասում հայ առաքելական եկեղեցին եւ անհատները դրանք տարբեր Լյուդովիկոս 14-ը չի պետությունը դա ես եմ կամ եկեղեցին դա ես եմ ժողովուրդ այդ մարդիկ կամ այդ մարդկանց մեջ կան մարդիկ նորից եմ ասում մոռացել են իրան ծառաներ են այդ եկեղեցականները ու մասի որ խոսում ենք ես դե հիմա ուզում եք անունները տան այդ սաղ ես անեմ չէ թող անունները բոլորը գիտեն դուք եք մտել մարդկանց ննջարան բոլորը ես որևիցե մեկի ննջարան չեմ մտել որևիցե մեկի ննջարան չեմ մտել հոգևոր կառույցի մասին ենք խոսում եւ կառույցի մասին որտեղ որ կոնկրետ կանոններ գոյություն ունեն եւ այդ կանոնները խախտվում են որևիցե մեկի ննջարան չի մտել եւ իրավունք չունի հանրային տեսանկյունից դիտարկենք այս ուրիշ թեմա կա դա եմ ասում մենք տեսեք անվտանգային թեմաներ ունենք տնտեսական թեմաներ ունենք չնայած վարչապետն ասում է շատ թեմաներ ունենք շատ այո շատ թեմաներ ունենք չի պատկերը հիմա այդ թեմաները թողած այսինքն իշխանության ամբողջ զբաղմունքը այս հարցն է Ինչ կասես որ իշխանության ամբողջ զբաղմունքը դա ամեն օր գրավում ձեզ թվում է ամեն րոպե 3 այո Դες թվում է տենց ասենք այդ հարցով կամ այն հարցով իրավաբան չի ով այսօր ինչ ասես քննարկումը բարև ձեզ ով ասես այսօր ինչ ասես քննարկումը դաշտը բաց է եւ ազատավ յուրաքանչյուր մարդ քննարկել ինչ ուզում է այսինքն ավելի առաջնային այսինքն դες թվում է տենց մենք բոլոր գործերը դրանից տուժում է եւ դրանից հետո էլ արդեն այնքան հուզված ենք լինում էլ որ օրակարգ բերեք անվտանգային հարցեր ուրեմն օրակարգ բերեք դուք արեք դա այսինքն եթե տեսեք մենք օրակարգ ենք ստեղծում բայց դուք գալիս եք եւ օրակարգ եք դարձնում այն որը որ այսօր խոսացվում է ուրեմն երկրում բազմաթիվ բաներ է փոխվում օրենքներ է ընդունվում 550 օրենք ենք անցյալ տարի ընդունվել քանի անգամ եմ ես եկել ստեղ դուք ինձ հարց եք տվել օրենքի մասին հələ հիշացրեք Հետո ասում եք օրակարգը հիմա ես որպես падգամավոր օրենք ընդունելուց բացի օրենքի մասին եղավ լավ հիմա ասենք 550 օրենքից բան է կար էլի այն բանը որը որ տեն շատ քննարկում է գալիս եք դրա մասին ենք խոսում հիմա հարցանը սա է բանանում պետությունը նորմալ վիճակում է անվտանգային հարցերը նորմալ վիճակում են աշխատվում է դրանց շուրջ շուտով նորություններ կլինեն շուտով բաչև այ ասացի շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր որը որ Ադրբեջանի հետ շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր չասեցի լավ ասում շուտով կլինի նորություն հետաքրքիր տեղեկություն կլինի կարծում եմ որոշ ժամանակ անց ենթադրում եմ որ մյուս ամիս վարչապետը նաև ասուլիսով հանդես կգա դուք հնարավորություն կունենաք օրակարգային ռեալ հարցերից խոսալ այլ ոչ թե խոհանոցային այլ ոչ թե բամբասանքային եւ օրակարգը ձևավորեք ես 20 րոպե աստեղ կանգնած եմ հաջան դուք ավելի լավ եք հիմա ապրում Փաշինյանն ասում է հանրության 50% հիմա ավելի լավ է ապրում դրա մասին նախ եւ առաջ դրա մասին խոսում են թվերը նախ եւ առաջ դրա մասին խոսում են թվերը ակնհայտ է որ տնտեսական ազատությունները այսօր միանշանակ շատ ավելի մեծ են մենք դրա մասին խոսացել ենք այսօր բանը միանշանակ է որ մեր տնտես վարողները չեն վազվզում եւ հավելավճարներ չեն տալի հարկայինների պետերին կաշառքներ չեն տալիս ծանոթներ չունեն վարչապետի անվտանգության ղեկավարության մեջ իմ անվտանգության աշխատակիցներին չեն ճանաչում եւ այլն այո երբ որ տնտեսապես դու ազատ ես երբ որ դու տնտեսապես ազատ ես երբ որ հարկայինը քեզ չի ես բոլորի հարցին պատասխանել եմ երբ որ դու ազատ ես եւ քո տնտեսական գործունեության մեջ ոչ մեկ փայ չի մտնում իսկ այսօր ոչ մեկ փայ չի մտնում չէ թե չէ կետա այսօր ընկել եք 66000 դրամանոց բանից ոնց է մտնում առաջ յուքոմի պատմությունը գիտեք էլի տենց օրինակներ բերեմ որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ եւ իրանց զավակներ հանկարծ դառնում էին
օրինակ Ucom-ի պես ընկերության մեծ ամենափայատը։ Հետո այդ փայը գնալով աջա։ Դա այն գործերից մեկն է։ Լսի, Նարեկ ջան, բայց այսօր մենք արդեն պետք է պայմանավորված լինենք, չէ՞, որ ես քաղաքական գործիչ եմ, դու լրագրող ես, եւ մենք ոչ ես, ոչ դու չենք զբաղվում իրավապահների գործով։ Այո, իրավապահների շատ գործ։ Լսեք, քաղաքական խոստում ունենք, կգնանք քաղաքական մեր շահառուին կներկայացնենք, ասենք մինչև 26 թվականը չկատարած խոստումների հետ։ Նայ ջան, բայց հատիկ առ հատիկը գիտես ինչ, լսել ես հատիկ առ հատիկ։ Ինչ է դա։ Մի բան, մեքենա $5,000 Վերջացեցիք, մի հատ հեռախոսս տուր։ Հեռախոսս տուր։ 5,000 դրամ, ինչ ասացիր։ Լսել ենք թվերը, պարոն։ Չէ, չեք լսել, Թվերը կարծում չեք լսել, չեք լսել։ Չեք Բայց լսել։ միջև գտնեք մի բան ասեմ։ Չեք տա արդեն։ Հայաստանի Հանրապետության դատախազության 2018-ից 2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամ։ Դա 539 միլիոն 219 հազար ԱՄՆ դոլար է։ 2018 թվական Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել 39 միլիարդ 571 միլիոն 145 հազար դրամ։ Սենց շարունակեմ իջև 2024-ը կարդամ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել շուրջ 52 միլիարդ 636 միլիոն դրամ, իդեպ այս թվերի մեջ դեռ չկան Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջվող 200 միլիոն դոլարը, որի մասին դեռ տեղեկություն կա, հələ չգիտենք էլ ինչքան բան է բացահայտվել, ես վստահ եմ էլի բացաբաց։ Այո, 7 միլիարդով ավելացել է, ոնց է ստացվում, բա այդ որ գալիս եք ասում եք բան արեք, ահա աշխատավարձները բարձրացնում ենք, որ ասում ենք գնացեք զենք առեք, գնացում ենք։ Լսեք, ամեն ինչի ֆոնդին զենք ենք գնել պաշտպանողական, հետո լավ էլի, որտեղ ով է պատավատ գնել, ուզում հասկանալ։ Դա ազգային ժողովին հատկած տալու ես այդ հարցը։ Լինելու է ազգային ժողովի ֆոնդից գնված մեքենա եւ դա նորմալ է։ Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա, եւ ես մտածում եմ, որ պետք է այնուամենայնիվ իմ մեքենան փոխեմ եւ զրահապատել տամ։ Ուղղակի գումարի չլինելու օրինակ վերջերս մի հատ սրիկա դաշնակցական, ում եթերում էր, սպասեք հիշեմ, ում էր խոսում, հա, ում եթերում էր 168 չգիտեմ, Դավիթ է կարծեմ լրագրողի անունը, մի հատ սրիկա ոչնչություն, որը որ իրան իրավունք է վերապայել հոկտեմբերի 27-ի մասին ասել, որ դա ընդվզում էր եւ դրանից հետո լինելու պորտկում էր, ընդվզում էր եւ հետո ասում է, որ նման բան է տեղի ունենալու եւ դա ուրախություն է առաջացնելու, ես հասկանում եմ, որ այսօր այն մարդիկ, ովքեր որ խոսում են անվտանգության մասին, զրահապատ մեքենայի մասին, ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունում սպանություններ տեղի ունենան քաղաքական, Հայաստանի Հանրապետություն քաղաքական սպանությունների էջը 2018 թվականի ցեսկում փակած է, իսկ այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու։ Թող ինքը իմանա։ Պարոն Սիմոնյան, վարչապետը Դաշնակցականներն են վտանգավոր։ Չգիտեմ, իսկ դուք վտանգավոր եք։ Չգիտեմ, եթե կամ Իսկ դեռ չոմա տենց ստուգում ասում են դուք դաշնակցական եք։ Ինչ հարց եք տալիս ու հասկանամ։ Այդ ինչ քաղաքական եւ լրատվական իմաստուն է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սրիկա են եւ մտածում են, որ հոկտեմբերի 27-ը դա ընդվզում է եղել եւ արդարացնում են Վազգենի, Կարեն Դեմերչյանի, Բախշյանի եւ մնացածի սպանությունները, իրանք սրիկա են եւ իրանցից պետքա զգուշ մնալ ու դա ինձ թվում է տրամաբանական։ Պարոն Սիմոնյան, վարչապետը մի այլ գրառում է լրարել եկեղեցու այդ Դիմեք խոսնակին, խնդրում եմ, դրա հետ կապված արդեն 40 րոպե խոսում։ Ուրիշ բան եմ հասնում, այդտեղ դուք էլ ինձ թվում ասելիք ունենաք։ Ասում է, որ գաղափարի ընտրության հարցում Հայաստանի Հանրապետությունը պետք է իր վճռորոշ դերը եւ ձայնը ունենա։ Ուրեմն ես եկեք sense մեկնաբանեմ, նախ եւ առաջ վարչապետի բոլոր հայտարարությունների հետ ես լիակատար կիսում եմ իր բոլոր հայտարարությունները։ Երկրորդը մեթոդով պետք է ունենա։ օրենսդրական ենթադրում եմ, դրա մասին չենք խոսացել եւ դրա մասին չենք քննարկել։ Բայց հնարավոր է առաջիկայում նմանները եք համամիտ թե խոսը ոչի բանապաշտ։ Պարոն Սիմոնյան, առաջիկայում հնարավոր է այդպիսի փոփոխություն լինի։ Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց ես չեմ բացառում, որ սահմանության մեջ եթե նման փոփոխություն լինի, այդ հարցը նույնպես այլ ձևա ներկայացված լինի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը խղճի ազատություն դավանող երկիր է եւ
կարծում եմ, որ եթե ինչ որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը նույնպես պետք է ունենա դրա մեջ մասնակցություն, առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար։ Թափանցիկ, ուրիշ բանի մասին չեմ խոսում։ Չեմ բացառում։ Պարոն Սիմոնյան, դուք վարչապետի խոսունքի հետ եք համաձայն, թե գրվածի բովանդակության։ Դուք ասեցիք համաձայն եք վարչապետի եկեղեցու կապված հայտարարությունը։ Ուրեմն ես վարչապետի 2018 թվականի առաջի օրվանից սկսած եւ միջև այդ լինելով իր ընկերը, իր գործընկերը, իր թիմակիցը, միջև օրս բոլոր գրառումների, բոլոր ստորակետների հետ համաձայն եմ եւ կիսում եմ այդ բոլոր գրառումների եւ ստորակետների պատասխանատվությունը։ Եվ երբևիցե դրանից չեմ ցանկություն հայտնել կամ չեմ ցանկանալու խուսափել։ Հոգեբաններ բարբերաբար խոսում են իմպիչմենտի գործընթացի մասին։ Էդգար Ղազարյանն էլ առաջադրում էր Գարեգին Բ-ի թեկնածությունը առաջադրում էր։ Նման սցենարը հավանական տեսնում եք, որ որևէ եկեղեցական կարող է ներկայացված լինել, օրինակ 2026 թվականի։ Եկեղեցին կարող է իր դեմքով ներկայացնել։ Ես չգիտեմ, հիմա տեսեք, լրատվականների ներկայացուցիչները հարց են տալիս, արդյոք եւ այդպես հարց ես էլ եմ լսել, արդյոք վարկանիշի հետ կապված քաղաքական ուժը անհանգստություն ունի։ Եկեղեցին այլևս քաղաքական կուսակցության դեր է իր վրա վերցրել եւ ես չեմ բացառում, որ կաթողիկոսը կարող է մի օր ինչի Բագրատ Սրբազանը կարա վարչապետի տեխնացու լինի, Կանադայի քաղաքացի լինելով ինքը չի կարա, ինչ եք բան դնում այդ երկու մարդկանց մեջ։ Կաթողիկոսն էլ իրավունքներ ունի եւ կարող է որպես վարչապետի տեխնացու ներկայանալ Հայ առաքելական եկեղեցու դեմ էս արշավով Փաշինյանը հույս ունի 2026 թվականին։ Ես չեմ պատասխանում, տեսեք, դուք հարցը տալու մեջ ի սկզբանե սխալ իրողություն եք դնում։ Հանրությունը այդպես է հասկանում։ Հանրություն, դուք հանրությունը չեք ներկայացնում։ Դուք հանրությունը չեք ներկայացնում։ Դուք ներկայացնում եք ներողություն։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության 682,000 մի քիչ ավել ընտրողների։ Դուք չեք կարող հանրության անունից խոսեք։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում, լինելով ամենաշատ ձայն հավաքած մարդկանցից մեկը, հանրության անունից խոսեմ։ Դուք կարող եք ներկայացնել, չգիտեմ, ձեր էջի, այս հերոստալիքի, Facebook-յան տակի, չգիտեմ, Քոչարանամերձ ֆեյքերի եւ այն մարդկանց, ովքեր որ ինչ որ հույսեր ունեն, իրանց մասին կարող։ Նշանակում է այդ հետևորդները իրանց, ես էլ եմ հետևում, բայց չի նշանակում, որ ես արդարացնում եմ կամ իրանց հետ համաձայն եմ։ Դուք էլ եք իմ էջին երևի հետևում, բայց իմ բոլոր հարտահայտությունները չի որ համաձայն եք, ճիշտ է։ Հետևում եք իմ էջին, բայց համաձայն չեք, չէ՞, իմ հետ շատ բաների հետ։ Լավ, ինչու՞ որոշեցիք հենց հիմա զբաղվել եկեղեցու։ Լուսինե ջան, կներես, ցավատամ, չեմ կարող 40 րոպե դրա մասին առաջ խոսացել եմ, հետ կնայես, ասել եմ, այդ հարցը եղել է, այդ հարցը 3 անգամ պատասխանել եմ, հետո կգրեք դրա մասին։ Այլ ԿՊ ընտրություններին պատրաստվում։ Հաջա։ Չլսեցի։ Տեղեկությունն է հասու դարձել Նիկոլ Փաշինյանին անցած հինգշաբթի օրը եկեղեցիների ճուլանացումն էր, ուրբաթ օրը արդեն սկսվեց սրբազանների մասին հայտարարություններ։ Ուզում եմ հասկանալ, ինչ որ ինֆորմացիա դուք ունեք դրա համար այսպես հայտարարություններ։ Այո, ինֆորմացիա, չէ, այո, ինֆորմացիա ունենք, որ մտնում ես եկեղեցի, մեկի քստիկներն է այնտեղ դրած, մեկի շորերն են անկյունում դրված, եւ դեպա վերցնում ենք, իսկ ով ասես չենք վերցնում։ Վերցնում ենք, մաքրում ենք, ասեմ ավելին, թերթ են վաճառում, ինչ որ բանը քաղաքական Մարիամ Աստվածին, ես Մարիամ Աստվածին եմ գնում, ես լուրջ ես ասում։ Չէ, նոր չենք սկսել հաճախել։ Ես շատ վաղուց հավատացել եմ, բայց եկեք վերադառնանք Կարինեի հարցին, որովհետև Կարինեն հարցը տալով մեջը կեղծ իրականություն է դնում եւ դա որպես իրականություն է։ Հայ առաքելական եկեղեցու դե հիմա կարանք իրար դու խոսա վերջես։ Մարդիկ սա անցալում են որպես հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար եւ չեն առանձնացնում այդ կաթողիկոսին կամ որևէ սրբազանի հետ կապված, սա ընդհանուր կաթողիկոսը, Արշակ սրբազանը, չգիտեմ, այն մյուս սրբազանը, իրանք եկեղեցին չեն, իրանք խաբել են, որ իրանք եկեղեցին են։ Իրանք հավատացյալների եւ Աստծո ծառաներն են։ Տեսել եք, որ օրինակ Հռոմի Պապը մարդկանց ոտերն է պաչում։ Լսել եք օրինակ Հռոմի Պապի Տիտղոսի մեջ մի րոպե, այդ արարողությունը արվում է բոլոր տեղում։ Տիտղոսը ոնց է, ռաբով բոժիղ, Աստծո ծառաների ծառան։ Իրանք մոռացել են, որ իրանք ծառա են։ Իրանք մտածում են, որ իրանք գողագան են, հարց լուծող, քավոր են եւ բիզնեսմեն են,
շատ սրբազան կա զենքով էր ման գալիս միջև այս վերջերս, չգիտեք իր մասին։ Մի հատ էլ լավ ավտո ուներ, էլի ասեմ։ Ես զենքով եմ ման գալիս, ես զենք ունեմ, բայց զենքով ման չեմ գալիս։ Ես իշխանություն եմ, այդ տեսնում եք էլի, ձեր մտածել, բայց ձեր մտածելակերպ, ես կճարան այդ ոչ մի միջոցառման չեմ մասնակցել։ Լսեք, անձնապես ես կճարանի հետ որևիցե հարաբերություններ չունեմ, ես խոսացողս չունեմ։ Բայց գնացեք իշխան, այսինքն մենք եկեղեցականների հետ շփումների հետ կապված պետք է հիմա պատասխան տանք, որ եկեղեցականը ոնց է։ Ասում եմ նորից, դուք հասկանում եք դուք ինչ եք քննարկում։ Դուք փոխանակ, մի րոպե, փոխանակ քննարկեք, ասեք, այո, այդ երևույթները կան, այդ երևույթները չկան, այդ երևույթները վատ են, այդ երևույթները միգուցե ներելի են, միգուցե կարելի է հասկանալ դե թող ասամ։ Մի րոպե, Լուսինե, մի րոպե, ամեն ինչի մասին է խոսում ենք։ Ասեք, լավ, հիմա ասենք պետք է արձագանքի, չպետք ասելու բաներ, բայց այդ մարդիկ նաև դուք էլ եք, ախպեր, կա այդ բանը, թե չկա, էս է հարցի հարցը։ Ասելու ձևով արդեն դուք թույլ չեք տալիս, որ մարդիկ բան անեն, ասեն հայ Նիկոլ Փաշինյանն այն ձևն է ընտրել, որ մարդիկ այլևս չեն ուզում քննարկման առարկա դարձնել այդ երևույթը կա։ Ես մի բան ասում եմ, եթե ես սկսեմ նայել ձեր խոսակցական ձևին, ես ձեր գրեթե ոչ մի հարցի չեմ պատասխանի։ Բայց դուք չորրորդ իշխանությունն եք, դուք մեր երկրի ազատ լրատվամիջոցներն եք, որոնց ազատության համար ես պայքարել եմ, ու էլի կպայքարեմ, երբ էլ դա լինի, բայց ես չեմ նայում ձեր հարցից, քեզ թվում է Նարեկ ջան, քո տված հարցերը, որոնց դու մտածված, սուր ձևակերպումներ ես դնում ես, չէ՞։ Ոնց յուրաքանչյուր քաղաքական գործ չի դա հաճելի է։ Ես ասում, այդ ինչ ձևակերպում չեմ պատասխանում։ Դուք ընդհատում եք, այո, Լուսինե ջան, շատ լավ է, պարտավորություններ։ Ես քեզ, բայց պետք է մի հատ հասկանանք, այդ եկեղեցուն եկեղեցի է։ Այդ եկեղեցականները եկեղեցական են։ Բայց ով պիտի դա որոշի։ Իրանք, մենք ոչ մեկ, մենք ասում ներողություն, հարցատ հենց իրանք Լուսինե ջան, հենց իրանք, ես ասեցի, կաթողիկոսի ձեռքը պատչելուց առաջ, լսին ուզում ես արիստեղ կանգնի հարցազրույցը, Մաքսիմ Պուլիմյոտի պես անընդհատ արագ խոսալով ճշմարտությունը չի լինելու։ Ոչ, հիմա դու հարցես տալ թե ելույթ ես ունում։ Գրանցվի ելույթի համար արի ելույթ։ Սիմոնյան, այնուամենայնիվ, եթե կաթողիկոսը միջև վերջ այն հարցադրումը, որը արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մի հատ նորից էլի փայլակ ջան չհասկացա։ Եթե կաթողիկոսը միջև վերջ Նիկոլ Փաշինյանի այն հարցադրումը ունի զավակ թե ոչ, չպատասխանի, այդ հարցը շարունակելու է մնալ, թե իշխանությունը ինչ որ ձևով այնուամենայնիվ փորձելու է պարզել, ի վերջո կա թե չկա, այսինքն հենց այդ միջամտությունը, եթե հարցադրմանը պատասխան չի լինում, որտեղ մի քանի օր մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գրում է, ունի թե չի։ Ես կարծում եմ, որ պետք է այնուամենայնիվ կոնկրետ, ոչ թե լավաշ նյութեր են, որ մարդ հոգնում է կարդալ այդ նյութը, կոնկրետ ինչ որ պատասխան լինի, որ չընկնենք, չգիտեմ, այդանք Լեո փողոցի վրա ինչ որ ապտեկաներ գտնենք, ասենք էսում ապտեկանա օրինակ, դեղատունն է, հա, որ դրա կարիքը չլինի։ Պետք է կոնկրետ դեղատուն։ Չգիտեմ ինչ, հա, չգիտեմ, ինչ որ պայմանական բան եմ ասում, պետք չի կենտրոնանալ, հա, թե պետք է կենտրոնանալ։ Ինչ են դեղատուն ասեցի։ Չգիտեմ, կարամ ասեմ, օրինակ, չգիտեմ, ուրիշ բան մթերայի հացի խանութ կա, թե չկա, բայց դուք ինչ մտածեցիք։ Ես հետո կասեմ։ Չէ, հիմա ասեք, երեստատիտողները ինչ որ բան մտածեցիք, ինչ մտածեցիք, հələ ասեք։ Չէ, մի րոպե, ինչ մտածեցիք։ Ձեզ հայտնի չէ հայտնի տեղեկությունները, որ հոգևորականներից մեկը ով դեղատուն։ Ով։ Դա էլ դուք բացեք։ Ով ներգրում ինչ էր գրում, որում ձեր հետ ինչ որ առումներով նաև փոխկապակցված է։ իմ հետ փոխկապակցված մարմուրը որ գներ, ենթադրում կհիշեմ, ով այնուամենայնիվ։ Գնացեք, բացեք։ Ոչ, լրագրողը դուք եք գնացեք Էջմիածին։ Մի րոպե, այդ եմ ասում, Նարեկ ջան։ Գնացեք ստուգեք։ Այլ հարցեր կան։ Պատահական ոչ մի չի։ Հարցակում եկեղեցու վրա արտահայտությունը հարցերը չեն պատասխանել։ Լավ, ուրիշ բան եմ։ Ձևա վերաձևակերպի։ Հայ առաքելական եկեղեցու վրա, հայ առաքելական կա եկեղեցու վրա ոչ մեկ չի կարող հարցակվել, ոչ մեկ չի հարցակվում։ Կոնկրետ անհատներ կան կասկածներ, որ կոնկրետ անհատներ վարկը
եւ բարեվարկությունը հայ առաքելական եկեղեցու գցում են, դրա մասին է խոսքը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր բոլորի քրիստոնյա հայ ժողովրդի ամենակարևոր կառույցն է, որը որ ամենակարևոր Սուրբ լինելու հետ կապված ոտնձգություններ կան։ Այն բոլոր մարդիկ, ովքեր հավատացյալ են, այն բոլոր մարդիկ, ովքեր պաշտում են, հարգում են հայ առաքելական եկեղեցին, պետքա իմանան այդտեղ խնդիր կա, թե չկա։ Սա է։ Մի րոպե, Պաշտոնյան հոգևոր մարդ չի։ Դա ամեն մեկի անձնական հարցն է։ Մենք չենք մտնում Ռոբերտ Քոչարյանի, Ալեն Սիմոնյանի կամ որևիցե մեկի անձնական կյանքի մեջ։ Մենք որտեղ այդ կառույցը հոգևոր կառույց չէ։ Հոգևոր, մենք հետո կուսակրոն չենք։ Մենք կուսակրոն չենք։ Դու կարնե գիտես կուսակրոնը ինչ է։ Գիտեմ ինչ։ Շո, փակեցինք թեման։ Պարոն Սիմոնյան, բայց Տեխնատոնն եք դուք եւ այս ամենը որ դուք նաեւ այս ամենը անելով ձեր քննադատող հոգեվորականներից ուզում եք ազատվել եւ լինեն հոգեվորականներ, որոնք համաձայնվում են։ Եթե մենք ուզենանք եթե մենք ցանկություն հայտնենք, այն հոգեվորականները, որոնք որ մեզ քննադատում են այսօր, մեծ հաճույքով կդառնային մեր խոսնակները։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, այն հոգեվորականները, որոնք որ մեզ քննադատում են այսօր, մեծ հաճույքով կդառնային մեր փաստաբանները, մեր գովերքողները, մեր ծառաները, ու տենց էլի իմիջիալից լավ բան բացեցիք, իմիջիալից ընդդիմադիր դաշտում, մի օր այդ անունները հնչեցնելու եմ, ընդդիմադիր դաշտում այսօր գործող մի հատ ստվար զանգված կա, որոնք կեսը պաշտոն չենք տվել նեղացել են, մյուս կեսը իրանց առաջարկել են չենք համաձայնվել, անցել են ընդդիմադիր դաշտ, որը միգուցե նորմալ է, ես չեմ մտածում, որ դրա մեջ խնդիր կա, իրանց շնորհակալ եմ։ Մի բանի մեջ մենք իրար Մանկավարի հետ քննարկելու եք Ռուսաստանի հիբրիդային, Ռուսաստանի կողմից Հայաստանում տարվող հիբրիդային։ Ես ամեն ինչ եմ քննարկում։ Իսկ ես թվում է, որ ես հրապարակային դա եթերով ասում եմ, դա քննարկման ձև։ Այսօր է գալիս, հայլը լավ էլի։ Այսօր է գալիս։ Հաջան։ Տեսեք, ես դրա մասին չեմ մտածել, բայց ես մամուլում կարդացի, որ Բագրատ Սրբազանը Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ իր տեխնատությունն է առաջարկել եւ խնդրել է, որ սատարում լինի, չգիտեմ որքանով է դա ճիշտ։ Դուք մամուլ չեք կարդում, դուք ձեզ չեք կարդում, լավ, օքեյ, կուղարկեմ ձեզ։